Ինչու դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը այլևս չի երևում էկրաններին։ Թերթ AM Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ամուսնու հետ 10 տարի համատեղ կյանքի ու դժվարությունների, երեխա ունենալու ցանկության, ներկա զբաղվածության, բլոգ վարելու ու երազանքի մասին։ Ինչու ձեզ այս պահին չենք տեսնում հեռուստաէկրաններին, նոր նախագծերում շատ ներգրավված չեք։ Անկեղծ ասած, ես երբեք չեմ ունեցել պարզապես էկրանին լինելու մոլուցք։ Ինձ համար դերասանի ներկայությունը արժեք ունի, եւ ես միշտ ընտրել եմ ոչ թե քանակը, այլ որակը։ Կարծում եմ արվեստը չպետք է վերածվի անընդհատ երևալու մրցավազքի։ Երբեմն լռությունն էլ է դիրքորոշում։ Իսկ հիմա ավելի ընտրող եմ դարձել, թե նախագծերի, թե մարդկանց, թե ընդհանուր մթնոլորտի հարցում։ Բայց դա չի նշանակում, թե հեռացել եմ մասնագիտությունից։ Պարզապես ես սպասում եմ այն աշխատանքին, որի համար ներսումդ իսկապես կասես, այո, սա արժե անել։ Բացի դա էլ խնդիրը միայն ստեղծագործական դադարը կամ առաջարկների պակասը չէ։ Այսօր մեդիա եւ հեռուստատեսային դաշտը Հայաստանում այնքան է քաղաքականացված ու այնքան է դարձել ներքին վախերով կառավարվող, որ շատ դեպքերում մարդկանց գնահատում են ոչ թե մասնագիտական արժեքով, այլ նրանով, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք կամ իրենց ընտանիքը։ Երբ դու կամ քո ընտանիքի անդամը, տվյալ դեպքում ամուսինս, բացահայտ խոսում է երկրի քաղաքական հայագործան իրականության, ներկայիս կամ նախկին իշխանությունների վարած հակահայկական ու ստրկամտություն սերմանող քաղաքականության մասին, շատ հեռուստաալիքներ ու պրոդյուսերներ սկսում են քեզ դիտարկել ոչ թե որպես դերասանուհու, այլ որպես անցանկալի ֆոն։ Սա ցավոք շատ լուր, բայց շատ իրական երևույթ է։ Ոչ ոք ուղիղ չի ասի, չենք հրավիրում, որովհետև ձեր տեսակետները մեզ հարմար չեն, բայց դա զգացվում է որոշումների մակարդակում, վերաբերմունքի մեջ, հանկարծակի չստացված նախագծերում։ Երբ արվեստը սկսում է կախված լինել քաղաքական հարմարավետությունից, դա արդեն ստեղծարարական միջավայր չէ, այլ վերահսկվող տարածք։ Բայց ես երբեք չեմ մտածել, որ արժանապատվությունը պետք է զոհաբերել էկրանին երևալու համար։ Ինձ համար շատ ավելի կարևոր է պահպանել ինքնությունը, քան ցանկացած գնով մնալ կադրում։ Անձնական հարց։ Կարեն Արայան և Ալինա Մարտիրոսյան, արդեն 10 տարի միասին եք, ինչպես եք կարողանում ճիշտ պահել հարաբերությունները, եթե վիճում եք, ինչի շուրջ են ավելի շատ անհամաձայնությունները։ 10 տարին քիչ ժամանակ չէ, հատկապես այս ժամանակներում, երբ մարդիկ հաճախ չեն դիմանում նույնիսկ իրար իրական բնավորությանը ծանոթանալուն։ Կարծում եմ հարաբերությունը պահվում է ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ փոխադարձ հարգանքով, հավատարմությամբ և միասին անցած դժվարություններով։ Մենք երկուսս էլ ուժեղ բնավորություն ունենք, դրա համար բնականաբար անհամաձայնություններ լինում են, բայց երբ հարաբերության հիմքում սեր ու արժե համակարգ կա, նույնիսկ վիճաբանությունն է դառնում ոչ թե քանդող, այլ ավելի լավ հասկանալու հնարավորություն։ Ամենաշատը երևի վիճում ենք ժամային գրաֆիկի հարմարեցման հարցում, տարբեր առումներով, բայց տարիների ընթացքում սովորել ենք ոչ թե հաղթել իրար, այլ պահպանել մենքը։ Գիտեմ, որ երկար ժամանակ է երազում եք բալիկ ունենալու մասին, կպատմեք այդ մասին, վախեր չունեք տարիքի հետ կապված, թե երազանքն ավելի մեծ է, քան ցանկացած կասկած։ Կարծում եմ երեխայի թեման ամենազգայուն և ամենանուրբ թեմաներից է ցանկացած կնոջ համար։ Այո, մենք շատ ենք երազում բալիկ ունենալու մասին։ Ես արդեն ունեմ մեծ տղա, ու մայրության զգացողությունն ինձ համար կյանքի ամենախորը ու ամենաարժեքավոր զգացումներից մեկն է։ Հենց դրա համար էլ այդ երազանքը տարիների ընթացքում ոչ թե փոքրացել է, այլ դարձել է ավելի հասուն, ավելի գիտակցված։ Իհարկե ժամանակի հետ մարդու մեջ տարբեր մտքեր, վախեր ու անհանգստություններ առաջանում են, որովհետև ավելի խորն ես հասկանում կյանքի արժեքը, պատասխանատվությունը, մայրության ամբողջ ծանրությունն ու գեղեցկությունը։ Բայց ես միշտ մտածել եմ, որ եթե սրտումդ իսկապես մեծ սեր կա, այդ սերը մի օր իր ճանապարհը գտնում է։ Եվ այո, երազանքը շատ ավելի մեծ է, քան ցանկացած վախ։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի։ Ինչ զբաղվածություն ունեք ներկայում և ինչի մասին եք երազում։ Այս փուլում ավելի շատ ներգրավված եմ ինքնազարգացման, ստեղծագործական մտքերի, տարբեր գաղափարների վրա աշխատելու գործընթացում։ Շատ եմ կարդում, ուսումնասիրում, ժամանակ հատկացնում ընտանիքիս։ Նաև տարբեր նախագծերի շուրջ քննարկումներ ու պատրաստական աշխատանքներ կան։ Երբեմն ամենակարևոր աշխատանքը ներսում կատարվող աշխատանքն է, որը մարդիկ չեն տեսնում էկրանին, բայց հենց դա է հետո ձևավորում թե մարդուն, թե արվեստագետին։ Այս շրջանում հիմնականում ներգրավված եմ լույսի բանակի կազմակերպչական աշխատանքներում, տարբեր գործընթացների համակարգման ու ներսի աշխատանքների մեջ։
իսկ ստեղծագործական կողմը լրիվ բաց չթողնելու համար նաև փոքրիկ բլոգ եմ վարում, ֆիլմերի ու կինոաշխարհի թեմայով, ինչը ինձ համար միաժամանակ եւ հաճույք է, եւ հոգեկան հանգիստ։ Երազում եմ խաղաղ, արժանապատիվ եւ լուսավոր կյանքի մասին։ Երազում եմ ուժեղ ու մեկտեղված ընտանիքի, առողջ բալիկների, ներքին ներդաշնակության մասին։ Երազում եմ, որ մարդիկ մի օր նորից սովորեն գնահատել խորությունը, անկեղծությունը, մարդ տեսակը։ Իսկ անձնական առումով ուզում եմ ապրել այնպիսի կյանք, որի վերջում հետ նայելով կասեմ, որ ոչ միայն ապրել եմ, այլ նաև սիրել եմ, ստեղծել եմ ու արժեք եմ թողել։